Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ Եզեկիել 36:26 Մարմնեղեն սիրտը ճանաչվում է մեղքի հանդեպ իր զգայունությամբ Պիղծ երևակայությունը կամ վայրի ցանկություններին նույնիսկ մի պահ անձնատուր լինելը բավական է, որ մարմնեղեն սիրտը տրտմի Տիրոջ առջև Քարեղեն սիրտը մեծ անօրինությունը ոչինչ է համարում, սակայն մարմնեղեն սիրտը այդպես չէ Տեր իմ, քո ճամփից թե հանկարծ շեղվեմ, ինձ հանդիմանիր հայրական սիրով, թե քո սիրո դեմ հանկարծ մեղանչեմ, թող կյանքս սգամ դառն արցունքներով Մարմնեղեն սիրտը զգայուն է նաև Աստծո կամքի նկատմամբ Իր մարդկային անկոտրում կամքը մեծագույն սնապարծ է և դժվար է նրան Աստծո կամքին ենթարկել Սակայն երբ մարմնեղեն սիրտ է տրվում, կամքը սկսում է կաղամախու տերևի պես դողդղալ երկնքի ամեն շնչից և ուռենու պես խոնարհվում է Աստծո հոգու թեթև զեփյուռից Բնական կամքը սառը, կարծր, երկաթ է, որը հնարավոր չէ որևէ կերպ կռել, մինչդեռ նորոգված կամքը հալած մետաղ է, որ շուտով ձուլվում է շնորհքի ձեռքերում Մարմնեղեն սրտի մեջ սիրո քնքուշ զգացմունքներ կան Կարծր սիրտը չի սիրում փրկչին, սակայն նորոգված սիրտը նրա հանդեպ սիրով վառվում է Կարծր սիրտը եսասեր է և սառնությամբ հայտարարում է Ինչու պետք է ես ողբամ իմ մեղքի համար Ինչու պետք է սիրեմ Տիրոջը Բայց նորոգված սիրտն ասում է Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ Օգնիր ինձ էլ ավելի շատ սիրել քեզ Շատ են այս նորոգված սրտի արտոնությունները Այստեղ է, որ հոգին բնակվում է Այստեղ է, որ Հիսուսը հանգչում է Այն հարմար է ամեն հոգևոր օրհնություն ստանալու համար և ամեն օրհնություն հասնում է նրան Այն պատրաստ է ամեն տեսակի երկնային պտուղ տալու Աստծո փառքի և գովասանքի համար Ուստի Տերն ուրախանում է դրանով Կակուղ սիրտը լավագույն պաշտպանությունն է մեղքի դեմ և լավագույն պատրաստությունը երկնքի համար Նորոգված սիրտն արթուն կանգնած է իր դիտաշտարակի վրա Սպասելով Տեր Հիսուսի գալստյանը Արդյոք ունես այս մարմնեղեն սիրտը